Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 20։ Տերը քեզ միշտ կառաջնորդի, Եսայի 58-րդ գլուխ 11-րդ խոսք։ Ինչ է պատահել քեզ, կորցրել ես քո ճանապարհը, խճճվել ես մութ անտառում և չես կարողանում գտնել քո ճանապարհը, կանգ առ և տես Աստծո փրկությունը, Նա գիտի ճանապարհը և կառաջնորդի քեզ նրանով, եթե աղաղակես նրան։ Ամեն օրը բերում է իր սեփական դժվարությունները, որքան քաղցր է զգալ, որ Տիրոջ առաջնորդությունը մշտական է։ Եթե ընտրենք մեր սեփական ճանապարհը կամ խորհրդակցենք մարմնի ու արյան հետ, ապա մերժում ենք Տիրոջ առաջնորդությունը։ Բայց եթե զերծ մնանք ինքնակամությունից, ապա Նա կուղղորդի մեր ճանապարհի յուրաքանչյուր քայլը, օրվա յուրաքանչյուր ժամը, տարվա յուրաքանչյուր օրը և մեր կյանքի յուրաքանչյուր տարին։ Եթե միայն կամենանք առաջնորդվել, ապա կառաջնորդվենք։ Եթե մեր ճանապարհը հանձնենք Տիրոջը, Նա կուղղի մեր ընթացքը, որպեսզի մենք մեզ չկորցնենք։ Բայց ուշադրություն դարձրեք, թե ում է ուղղված այս խոստումը։ Կարդացեք նախորդ խոսքը. «Եթե կարոտի հոգին, կշտացնես»։ Մենք պետք է կարեկցենք ուրիշներին և նրանց տանք ոչ թե մի քանի չոր թխվածքաբլիթ, այլ այն, ինչ մենք ինքներս կցանկանայինք ստանալ։ Եթե մենք քնքուշ հոգատարություն ցուցաբերենք մեր մերձավորների նկատմամբ նրանց կարիքի ժամին, Տերը կհոգա մեր կարիքները և կդառնա մեր մշտական առաջնորդը։ Տեր Հիսուսը ոչ թե ժլատների կամ աղքատներին ճնշողների առաջնորդն է, այլ հոժարների և կարեկիցների։ Նման մարդիկ ուխտավորներն են, ովքեր երբեք չեն կորցնում իրենց ճանապարհը։